Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը եւ այսօր խոսելու ենք այն հավերժական հրաշքի մասին, որտեղ մարդկային գործոնը տեղի է տալիս Աստծո ուժին, կամքին եւ օրհնությանը։ Իհարկե խոսքը սիրո մասին է եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին, որը արդեն գալիս է եւ իհարկե տիարն ընդառաջին, որը նախորդում է այս տարի Սուրբ Սարգսի տոնին։ Ամենակարևորը, որ սերը լինի առաջնորդող եւ սիրով ենք այսօրվա եթերը կազմակերպել, սիրով էլ ասում ենք բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Սիրիր հայեցի, այսպես ենք խորագրել եւ փորձելու ենք հասկանալ ակունքները մեր տոների։ Հրավիրենք մեր առաջին հյուրին, ազգագրագետ, Երևանի Պետական Համալսարանի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի պրոֆեսոր, պատմագիտական գիտությունների դոկտոր, պարոն Ռաֆիկ Նահապետյանին։ Համեցեք։ Բարի երեկո, շնորհակալություն գալու համար, պարոն Նահապետյան, եւ շնորհավոր մեր տոնը։ Հետաքրքիր է, մեր ժողովուրդը սիրո հարցում միշտ է ավանդապահ, բայց ինչպիսի տոներ է ունեցել առհասարակ դեռևս հեթանոց ժամանակներից սկսած։ Շատ հետաքրքիր հարց է, ես ասեմ, որ իհարկե տոների բնույթը, նրա զարգացվածությունը ու տարածվածությունը խստորեն պայմանավորված եղել ամեն մի ժողովրդի սոցիալ-տնտեսական, պատմաքաղաքական, տնտեսամշակութային, կրոնական, ժողովուրդների հետ ունեցած շփումների, հարաբերություններով ու գործոններով։ Այդ առումով մեր ժողովուրդը իսկապես շատ հարուստ է, հարուստ տոնացույց է ունեցել եւ այժմ էլ փորձում ենք իհարկե ունենալ եւ քանզի իսկապես մեր ժողովուրդը մեր ներկա պայմաններում բավականաչափ հեռացել է իր ազգային արմատներից, առանձնապես ազգային պետական տոների ուրեմն ընդունումից ու կրոնից, որովհետև երբեմն իր տոնի մասին իմանում է, որ այդ օրը աշխատանքային օր չի, եւ կան նաեւ այնպիսի երևույթներ, որ ոչ աշխատանքային օր հայտարարված է նույնիսկ չկանխատեսված, այսպես ժողովրդի կողմից դեռևս անսպասելի օրերն։ Ամեն մի տոն նպատակ ունի իհարկե կառավարելու, կարգավորելու, Պարոն Նահապետյան, ես խոսում եմ սիրուց, դուք ասում եք կառավարելու։ Հասարակական հարաբերությունները, ամուսնանտանեկան հարաբերությունները, քանզի նրանում արտահայտվում են շատ ու շատ ընտանեկան հարաբերություններ, երևույթներ, որոնց հիմքում ընկած է սիրո զգացումը։ Սիրո չկա ժողովրդական մի տոն, չկա այդպիսին, որի հիմքում ընկած չլինի սիրո տենչանքի, սիրո հետ կապված իմաստ ու գաղափար։ Լավ, շնորհակալություն պարոն Նահապետյան, մենք այստեղ ունենք հյուրեր, մարդիկ, ովքեր յուրաքանչյուրը իր հերթին ներկայացնում է սերը։ Սերը արվեստի նկատմամբ, սերը ազգային հին արժեքների եւ առհասարակ արվեստի նկատմամբ եւ իհարկե սերն առաջին հերթին Աստծո կողմից տրված եւ Աստծո նկատմամբ։ Տիկին Լուսիկ Ագուլեցին նկարչուհի Մովսես Խորենացու մեդալակիր, Մոսկվայի արվեստի ակադեմիայի մրցանակակիր, 2013 թվականի հայուհի տիտղոսակիր, հայկական մշակույթը պահպանելու եւ զարգացնելու ու տարածելու համար։ Տիկին Ագուլեցի, ինչպես է, որ հայը լինելով ավանդապաշտ տեսակ եղել է եւ ունեցել է այդքան սիրո մասին, այդքան լավ տոներ եւ գեղեցիկ դրսեւորումներ։ Եվ երբանից է սկսել նրա արտահայտությունը սիրո տոների հետ կապված։ Ես ասեմ ժողովրդական ասացվածքից, ասում են տարին 12 ամիս եւ ամեն օր ունի իր խորհուրդը։ Եվ ըստ խորհրդի մենք ունենք մարդիկ, որոնք ծնվել են ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս, համամարտկային, որ դարձել են մեր սեփականությունը եւ յուրաքանչյուրը իրեն մարտիրոսությամբ եւ իրեն հերոսությամբ եւ իրեն սրբությամբ կարողացել են ազգին ազգ դաստիարակել եւ պահպանել որպես ազգ իր ավանդույթներով, իր գեղեցիկ սովորություններով, ընտանիքի կառավարման եւ սիրո դրսեւորման եւ դրանից ամենամեծ խորհրդանիշը Սուրբ Սարգիսն է, սիրո խորհրդանիշը, որը գալիս է նախաքրիստոնեական շրջանից մինչ քրիստոնեություն եւ քրիստոնեությունից հետո 1600 տարի հայ ժողովուրդը Քրիստոսից հետո Սուրբ Սարգսին է դիմել իր կամեցողությունը, իր ցանկությունը, իր սերը եւ Սուրբ Սարգսի միջոցով է կարողացել ինքը հույսով, հավատով եւ սիրով ապրել, որովհետեւ ըստ Գրիգոր Մագիստրոսի ինքը համարվել է որպես Աստված, Քրիստոսի Աստված, այսինքն քրիստոնեությունը պահպանելու Աստված, եւ դա պատահական չի, որ Շապու արքան, երբ որ գերության էր վերցրել Սուրբ Սարգսին, Սուրբ Սարգիսը պատասխանել էր նրան, որ մենք ունենք Սուրբ Երրորդություն, եւ Սուրբ Երրորդության մեջ է մտնում
երկինքն ու երկիրը։ Դա արդեն վերջի խոսքն էր, որ ինքը զոհվեց եւ իր հենց զոհվեց նաեւ իր երիտասարդ որդին։ Տիկին Ագուլեցի ժամանակին, եթե ես ճիշտ եմ հիշում, ձեր տանը շատ կանայք կային ապրող, կան հարսիկներ, դուստրեր, ազգականներ, հիմա քանի աղջիկ, քանի կին է ապրում ձեր տանը։ Մենք երկու հարս ունեմ։ Ես այսօր սիրո օրվան ես նաեւ կուզենայի հիշատակել։ Ես ինչու եմ հարցը տալիս, ներեցեք, ձեր հարսիկներից ով է կերել աղի բլիթը։ Նախ ես չեմ հարցրել, որտեղ բոլոր արվեստագետները մի քիչ արդեն չեն կարողանում այդպես հարցեր տալ, որովհետև աղի բլիթը իր մեծ գաղափարը ունի, որ ես կարող եմ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում աղի բլիթը, որտեղ դա նաև բոլորը գիտեն, նույնիսկ հոգևորականները, որ դա Աստծո մարմինն է, որովհետև նա պատրաստվում է աղից, ալյուրից եւ ջրից։ Եվ յուրաքանչյուր երիտասարդ այդ սիրո ակնկալիքով եւ ընկնելով այդ վիճակի մեջ կարողանում է տեսնել սիրո էակին։ Եվ մեր ընտանիքում ես ունեմ երկու հարս, ցավոք սրտի ես կուզենայի հիշատակել երկրորդ հարսից եղբայրը Արմեն Հովանեսյանին, որ վերջերս զոհվեց իր մարտիրոսվելով։ Իսկապես ես ուզում եմ հիշել, այո, հիշենք, որ նա հրաշալի երիտասարդ էր, երբ որ մեր տանը լինում էր, ես հիանում էի նրա գեղեցկությամբ, հիանում էի նրա համեստությամբ, եւ երբեմն ասում էի, Արմեն ջան, մի բան ասա, մի բան խոսի, ինքը շփտում էր քթի տակ։ Զգում էր, որ ինքը խորը մարդ է շատ, եւ այդ խորությունը ինքը իր մարմնով, իր կյանքով կարողացավ պատասխանել։ Նա դարձավ հերոսական գեղեցիկ օրինակ բազում երիտասարդների համար։ Եվ այսօր ես ափսոսում եմ, որ ինքը սիրո պտուղները չստացավ։ Ես վստահ եմ, որ Արմենը ստանում է սիրո պտուղները յուրաքանչյուր հայի մարդու կողմից, ով շնորհակալ է ողջ էությամբ նրա գործած սխրագործության համար, եւ կրկին մաղթենք մեր սահմանապահ բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն, ամենակարևորը, եւ Տիարն ընդառաջը ինչու ոչ նրանց էլ վերաբերող մի տոն է, ներկայացնենք մեր մյուս հյուրին Տեր Պետրոս Ավագ Քահանա Մալյանին, օրհնեցեք Տեր հայր։ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող եւ Արարատ երիտասարդաց միության հոգեվոր հովիվ Տեր Պետրոս։ Մենք կա այդպիսի ընդունված կարգ, որ Տիարն ընդառաջը պետք է տոնեն միայն նոր ամուսնացած զույգերը։ Կա արդյոք այդպիսի կարգ։ Ասեմ, որ եւ Տիար ընդառաջի տոնը մեծ հնչեղություն ստացավ եւ Սուրբ Սարգսի տոնը մեծ հնչեղություն ստացավ ամենայն հայոց հայրապետ Գարեգին II-ի եւ տնօրինությամբ եւ օրհնությամբ։ Այն ժամանակ, երբ դեռ ինքը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր։ Ավելի մեծ շուկով սկսվեց նշել երկու տոներն էլ։ Այս տարի ուղղակի մեկը մյուսին հաջորդում եւ նախորդում են, սկզբից Տիար ընդառաջն է լինելու, հետո Սուրբ Սարգսի տոնը։ Ժամանակին նշել եմ որպես նորապսակների օրհնության օր Տիար ընդառաջը եւ Սուրբ Սարգիսն էլ երիտասարդների օրհնության օր, բայց ժամանակները այնպես փոխվեցին, որ օտարածին շատ տոներ մուտք գործեցին, ինչպես նաեւ հավատքի մեջ աղանդներ եւ այլն, նաեւ օտարածին տոներ մուտք գործեցին մեր կյանքից ներս, եկեղեցու տոներից ներս, երիտասարդության մեջ հիմնականում, որովհետեւ երիտասարդները այն խմորն է, որ ոնց ուզես կարող ես իրենց թեքել եւ առանց հասկանալու մեր երիտասարդները սկսեցին օտար տոներ, երիտասարդներին նվիրված տոներ նշել եւ ամենայնոց հայրապետի տնօրինությամբ հայտարարվեց, որ Սուրբ Սարգիսը պետք է հայտարարել որպես երիտասարդների օրհնության օր, իրոք երիտասարդների օրհնության կարիք ունեն եւ Տիար ընդառաջը նորապսակների օրհնության օր։ Տիար ընդառաջի պատարագի ժամանակ, երբ օրհնում ենք նորապսակներին, մի տեսակ երիտասարդ ընտանիքները վերանորոգում են իրենց սիրո եւ հավատարմության ուխտը Աստծո առաջ եւ նաեւ մեկը մյուսի նկատմամբ։ Կարծում շատ գեղեցիկ է եւ շատ խորհրդավոր է սա։ Մենք դեռևս կմանրամասնենք Տիարն ընդառաջի հետ կապված որոշ տեխնիկական հարցեր, իսկ այս պայն հրավիրենք մեր մյուս հյուրին առանց հոգեբանի այս գործը գլուխ չեր գա։ Զինա Թորոսյան, հոգեբան։ Բարի երեկո, համեցեք։ Տիկին Զինա, ինչու եմ ասում առանց հոգեբանի գործը գլուխ չեր գա, որովհետև հին ժամանակներում լինելով ավանդապաշտ ազգ, հաճախ հարսն ու փեսան իրար հանդիպում էին լոկ ամուսնության օրը։ Եվ հետաքրքիր է, սա արդյոք ազդել է ընտանիքի կառուցման հոգեբանության վրա եւ ինչպիսին է պատկերն այսօր այժմ։
Պատկերն այնպիսին է, որ այսպես ասած կրակի տոնը, որը կա աշխարհի շատ ժողովուրդների մեջ, հա, ունի այսպիսի մի ավանդություն, ինչու՞ չէ, դարի խորքից եկող հայ ժողովրդի այն սովորությունը, որ երբեմն ամուսնությունները ծնվում են ոչ թե սիրող զույգերի մեջ համաձայնությամբ, այլ ընտանիքների համաձայնությամբ, ազգերի համաձայնությամբ, նախնական սիրահարված ամուսնացած կամ նշանված պահին նրանց մեջ մի փոքր սառնություն կա, եթե ոչ շատ մեծ սառնություն։ Եվ հա կարծես թե այս ավանդույթը, այս սովորությունը, այս տոնը ծնվել է նրա համար, որ այդ թռիչքի պահին այդ սառույցը կոտրվի նոր ամուսնացած կամ նոր նշանված զույգերի մեջ եւ ինքը սիրով դրան հավատում եմ եւ դա իմ համար շատ բացատրելի է։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ այսօր մենք միացրել ենք երկու հրաշալի տոներ իրար, մեր եթերում ենք միացրել, նրանք իրար հաջորդում են կամ նախորդում Տիարն Ընթառաջ եւ հետո Սուրբ Սարգսի Հովանավոր, Սիրո Հովանավորի տոնը։ Կարճատև դադարից հետո մենք կշարունակենք մարդկային գործոնը։ Օղակաձև այգով քայլում էի, Լուսինեին տեսա, ընկերու հետ նստած սրճարանում, գնացի մոտեցա բարև ձեզ ոցեք, ոչ դե ծանոթ ենք արդեն։ Ու մի անգամից ասացի Լուսինե ջան, կամուսնանաս իմ հետ։ Բայց երբեք երևի Եվան Ադամին չէր ասի, էլի արի ընկերներ մնանք կամ գիտես դեռ ժամանակը չի, ես պետք է մտածեմ։ Այդ մաքրությունը ինչքան պահի։ Հա, աշխատանքի կամ 1000 ու մի բան, էլի պապանդեմ, հա։ Որոշել ես, երբ մեծանաս ինչ ես դառնալու։ Զինվոր գեներալ, որ մեր Արարատը վերցնեմ։ Ոմանք սկսում են մեղադրել եկեղեցուն, առաքելական եկեղեցուն, որ այ կրակ եք վառում եւ այլն, այո, մենք արմատներով հեթանոս ենք, դա չքննարկվող բան է։ Ու երբ սիրում ես, հեթանոս ես դու։ Ու երբ սիրում ես, անուն էլ չունես, դու այն անլեզու ու անհավատամք, այն նախամարտն ես։ Սիրում ես, նույնն ես։ Սուրբ Սարգիսը պետք է սարից իջներ, որպեսզի որոքեր ամբողջ հողը, որպեսզի ցորենը ծլել։ Նա պահպանել է ցորենը հողի տակ։ Բայց որ մենք ժամանակին կրակապաշտ ենք եղել հեթանոսության շրջանում եւ այլն, դա չի նշանակում, որ եկեղեցուց կրակը տարար վառեցիր, դա դարձար հեթանոս։ Սիրիր հայեցի, այս արտահայտությունը շատերի համար կարող է լինել խորթ, բայց այսօր մենք ունենք զույգ, որը կարող է եւ ապացույց հանդիսանալ նրա, որ կարելի է ապրել ազգային, մտածել եւ իհարկե սիրո հողի վրա կառուցել առողջ ընտանիք։ Արման Խաչատրյան, Լուսինե Խաչատրյան եւ նրանց փոքրիկ հրաշքը Դանին թող գան մեր տաղավար։ Վիտամին ակումբի ամենավիտամինային մարդկանցից է Արմանը։ Բարի երեկո, շնորհակալ ենք գալու համար։ Արման, Լուսինե, կարող եք պատմել ձեր սիրո պատմությունը, երբ այն ձևավորվեց եւ արդյոք որպես երիտասարդ նոր զույգ դուք դիմել եք ավելի մոդեռն ժամանակակից միջոցների։ Երևի թե ես սկսեմ, հա, որպես տանտեղամարդ։ Սկսվեց։ Շատ միամիտ ստացվեց, մենք ծանոթացանք մի հրաշք մարդու շնորհիվ, լուսահոգի մեր Վարդուհի Վարդանյան երգչու։ Մի անգամ միասին Վարդու հետ տեղ էին գնում, որդուն պետք է տանեինք ծնունդ, դասարանի ծնունդ, Լուսինեն էլ էր մեքենայի մեջ, տենց կոնտակտ տենց ծանոթություն եղավ, անցան օրեր եւ երբ որ ես աշխատում էի մի ակումբում որպես շոումեն, այնտեղ ամեն օր աշխատանքից հետո մաֆիա էինք խաղում, բան երկիշների հետ բան, Լուսինեն էր մեկ-մեկ հաճախում, էլի տենց նորմալ ոնց որ Վարդու ամուսնու քուրիկը, տենց դիմում է, տեսնում է, բայց ասենք ինչ-որ տենց շարժ չկար զգացմունքային։ Օրերից մի օր ես Օղակաձև այգով քայլում էի, Լուսինեին տեսա, ընկերու հետ նստած սրճարանում, գնացի մոտեցա բարև ձեզ ոցեք, ոչ դե ծանոթ ենք արդեն։ Ու մի անգամից ասացի Լուսինե ջան, կամուսնանաս իմ հետ։ Ասես լուրջ ես ասում, ասացի ամենայն անկեղծությամբ։ Սենց ընկերուներով նայեցին իրան, լավ էլի անում։ Մի րոպե, այստեղ շարունակությունը Լուսինե, ինչ տեղի ունեցավ։ Ես ծիծաղեցի ու իրոք չէի հավատում, որ դա իրոք լուրջ է։ Ես ու ընկերուի շատ ծիծաղեցինք, կատակի տվեցինք։ Երևի այդ պահին ստեղծվեց այդ վիճակը, որ ես տենց ինչ որ երևի վերևից էր այդ կանխազգացումը եւ այդ հարվածը կարելի ասել։ Ամուրի։ Այո, սիրո հարվածը որ եղավ։ Հետո դրանից հետո ստացվեց մի երկու անգամ հանդիպել, արդեն ավելի լրջացնել այդ քայլերին, այդ քայլերը ավելի լրջացնել ու Լուսինեն ասեց, գիտես ինչ ասեց, ես չեմ կարող ավելի տես լուրջ քայլերի դիմեմ, քանի որ ես մեկնում եմ Իսպանիա, քուրիկիս մոտ։ Մենք ընդամենը 20 օր էինք շփվել եւ նա լքեց Հայաստանը։ Հույսս կորցրեցի, անցավ տարի ու կես, 2 տարի,
այդ դեպքը եղավ, ես ու Վարդուն իրար հետ ենք, դեպքը եղավ, ես արդեն անկողնային էի, պարկած էի բան, բուժվում էի և զանգ ստացա, Լուսինեն ասեց ձեզ Երևանում եմ։ Ես ինչքան հնարավոր էր շուտ ապաքինվում էի, ուզում էի առողջանալ շուտ, առողջացա ու շատ արագ, ես ամուսնացա Լուսինի հետ։ Սա սիրո գեղեցիկ պատմության նախաբանն էր։ Պսակադրություն եղավ եկեղեցում, հետո տյարն ընթառաջ, հերթով նշել եք։ Բա իհարկե եկեղեցի անպայման են գրել, մեծ հարսանյաց հանդես չենք արել, որովհետև դեռ մենք տխրության մեջ էինք Վարդու կորուստի հետ կապված, բայց չենք էլ համբերում, որ միասին լինենք, ուզում ենք շատ արագ միասին լինենք։ Հետաքրքիր, Թութուշը ինքը սեր տարածող մարդ էր եւ սիրո կրողներ, հա, մեծ սիրո կրողներ եւ հետաքրքիր որ նաեւ անգամ ձեր պարագային նա միացնողի դերում է հանդես եկել։ Մի բան էլ կներեք, որ ես միշտ մանկուց, ես իրեն ճանաչում եմ 8 տարեկանից, ու ես մանկուց չգիտեմ ինչի ինձ միշտ թվացել է, ես վստահ եմ եղել, որ ինձ ամուսնացնելու է ինքը, որ ես իր միջոցով եմ գտնելու իմ ընտրյալին, ու տենց էլ եղավ։ Լուսինե, աղի բլիթ երբևէ կերել եք։ Դաժան էր, շատ։ Որ շատ աղի էր դրա համար։ Արմանին տեսել եք։ Չէ, բացարձակ ոչ ոքի չեմ տեսել։ Կոտորվել եմ ամբողջ գիշեր ջուր չեմ խմել։ Ավելի շատ ոչ թե աղի բլիթին ա տուրք տվել։ Ավելի շատ Սուրբ Սարգսին համարել ա որպես ատենահաս եւ մուրազատու։ Տեր Պետրոս, Տիարն Ընթառաջի եւ Սուրբ Սարգսի նաեւ ծեսերը ունեն որոշակի կանոններ, ինչպես պետք է անել, երբ գնալ, ու այսօր մենք խոսում ենք, պատահաբար ասացի, դե ամսի 13-ին Տիարն Ընթառաջը, 14-ին ասացի, չէ, բայց 13-ին է։ Այս խառնաշփոթը միշտ լինում է։ 13-ի թե 14-ով օրը փոխում է երեկոյան ժամերգությունից հետո։ 13-ի երեկոյան ժամերգությունից հետո գալիս է 14-ը։ Ոչ թե գիշերը 12-ին սլակները պտտվեցին, դարձավ 14-ը, այլ երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է։ 13-ի երեկոյան ժամերգությունից հետո մենք կատարում ենք նախատոնակ, անդաստան ենք կատարում, օրհնում ենք աշխարհի 4 կողմերը, գարնանամուտը, արտերը, հանդերը, այգիները, որպեսզի պտղաբեր լինի, եւ եկեղեցուց հավատացյալները մոմենտ անում, կրակ են տանում, իրենց տան լույսը վառելու եւ նաեւ ինչու՞ չէ գեղեցիկ ժողովրդական սովորությունը խարույկը կպցնելու։ Ժամանակին էլեկտրականություն չի եղել եւ եկեղեցու օրտնած լույսն են տարել եւ իրենց տան ջրակն են վառել եւ նաեւ օջախի կրակն են վառել։ Այդ գեղեցիկ սովորությունը պահպանվել է մեր մեջ եւ Փառք Աստծո, այսօր էլեկտրականություն կա, լույսը կա, բայց ժողովուրդը եկեղեցու օրտնած լույսն է տանում։ Եվ շատ հուշիկ, զգուշությամբ, ես շատ եմ սիրում։ Զգուշությամբ է տանում, արդեն գեղեցիկ մոմակալներ են պատրաստում, որ չհանգչի։ 14-ի առավոտյան արդեն Սուրբ Պատարագ է մատուցում բոլոր եկեղեցիներում։ Տիար Ընթառաջին նվիրված։ Տիար Ընթառաջ նշանակում է Տիրոջ ընթառաջ գնալ։ Սիմեոն Ծերունին, որ Աստծո ծառաներից մեկն էր, խնդրել էր մահ չտեսնել, մինչև տեսել Աստծո փրկությունը, այսինքն Տիրոջ ընթառաջ գնալ եւ գրկել։ Մենք գեղեցիկ ժողովրդական սովորությունների մեջ ունենք նաեւ գեղեցիկ կենացներ, որ եթե մեկին ցանկանում ենք երկարակեցություն, ասում ենք Սիմեոն Ծերունի լինես, այսինքն երկար ապրես։ 14-ին, որ անփոփոխ է, տարվա անփոփոխ տոներից մեկն է, Սուրբ Պատարագ է մատուցում եւ այս Սուրբ Պատարագի ընթացքում օրտվում են բոլոր նորապսակները, այն երիտասարդները, որոնք այդ տարվա մեջ են պսակադրվել։ Բնականաբար նաև մյուսները կարող են գալ եւ օրհնություն ստանալ, խնդիր չկա։ Շնորհակալություն Սուրբ Սարգսին, մենք դեռ կանդրադառնանք, հավելեք Տիկին Ագուլեցի։ Եթե կրակը բերում էին, անպայման այդ կրակը օջախը այդ կրակը վառում էր տան փեսացում։ Ինքը պետք է հաղորդակցվեր։ Ինքը ուժ ու կորով պետք է տար Քրիստոսին 40 օրվա։ Դա կյանքի շարունակությունն էր, եւ որը հավերժաբար գալիս է, այսինքն գաղափարը նաև կենաց ծառի։ Շնորհակալություն։ Այդ աղի բլիթը թխելու եւ տոնական օրվա բաղաջը թխելու համար, հա, քանի որ Սուրբ Սարգիս ինքը միշտ իր նժույգի վրա է եղել, շատ ու շատ ընտանիքներ խմորը արդեն արվածունցած կամ ալյուրը դրել են գիշերը իրենց տան կամ երթիկի վրա, որպեսզի Սուրբ Սարգիսը անցնելուց այո։ Մենք դեռ չենք ասել Սուրբ Սարգսին, բայց շնորհակալություն հիշեցնելու համար Դավիթ։ Տեսեք տարբեր ծիսակարգեր, տարբեր ձևեր, տարբեր օրհնություններ եւ այդ ամենը միտված է մի բանի՝ սիրո
գովերքմանը։ Բանաստեղծական առումով արդյոք սերը փոխել է իր արտահայտչամիջոցները, թե նույնն է։ Կար ժամանակ աշխարհում, երբ չէր ծնվել Հիսուս Քրիստոսը, հետևաբար չկար նաև Սուրբ Սարգիսը, բայց կնոջ եւ տղամարդու հայացքները հանդիպում էին իրար եւ աստվածային այդ գեղեցիկ երևույթը հանկարծ հոգում էր, ծակում էր։ Սա նույնն է եղել թե նախամարդու մոտ, թե միջնադարում, թե հիմա։ Իսկ դրա արտահայտչամիջոցները իհարկե փոփոխվել են եւ այդպես էլ պետք է լիներ։ Բայց մարդը պետք է ըստիս իր հոգում գրի այն նախամարդուց մնացած այն ամենամաքուր, ամենանախնական երևույթը եւ սիրելու կարողությունը արդեն իսկ աստվածային այնպիսի շնորհ է, որ մարդը մենակ ինչ-որ մեկին սիրելու համար կարող է ասել, որ այո, ես ապրեցի եւ իմ կյանքը իմաստուն էր եւ հենց այնպես չէր, որ ես ապրեցի։ Մենակ նրա համար, որ թեկուզ կյանքում մեկին սիրել է, այս իմ կարծիքն է։ Իսկ արտահայտչամիջոցները, այո, դե ժամանակի մեջ պղտորվել են, կեղտոտվել են, չգիտեմ ինչ են եղել, բայց երբեք երևի Եվան Ադամին չէր ասի, էլի արի ընկերներ մնանք կամ գիտես դեռ ժամանակը չի, ես պետք է մտածեմ։ Այդ մաքրությունը ինչքան բարի։ Հա, աշխատանքի կամ 1000 բան էլի պապանդեմա։ Երբ որ այդ երկու սրտերը այնպես իրար կպնեն, որ հասկանան, որ ուրիշը չկա աշխարհում, այդ երկուսն են ինչպես որ Ադամն ու Եվան, մնացած բոլոր խնդիրները վարքյանի արագությամբ։ Գիտեք, ես կողքից լսեցի Տիկին Ագուլեցու ռեպլիկը Լիլիթներ։ Այդ Լիլիթներ չարաբաստիկին չարեց, որովհետեւ մինչեւ այդ Ադամը Եվան հանգիստ խաղաղ ապրում են իրենց համար։ Հիմա հետաքրքիր է, Լուսինե, Արման, երբ հանդիպեցիք, ամուսնացաք, պսակադրվեցիք, որ եկեղեցում եք պսակադրվել։ Հիմա խոսքը հասավ մեր փոքրիկ հերոսին։ Դանի, քեզ տալիս ենք ամենակարևոր միկրոֆոնը։ Կասես, խնդրում եմ, որոշել ես, երբ մեծանաս ինչ ես դառնալու։ Զինվոր գեներալ, որ մեր Արարատը վերցնեմ։ Ամենակարևորը, որ սա Դանիի մտահղացումն է, ծնողները այս պարագային դերակատարում չունեն, չեն համոզել նախապես։ Դանի, սիրում ես մայրիկին եւ հայրիկին։ Այո։ Իսկ ում ես ավելի շատ սիրում։ Մամային։ Կասես ինչով ես սիրում զբաղվել։ Կոմպով ու իմ խաղալիքներով։ Իսկ դու կարդալ գիտես։ Հա։ Այդ բացիկը գիտես ինչ բացիկ է քո ձեռքերում։ Այո։ Ինչ բացիկ է։ Տեր Պետրոսն այս նվիրել։ Տեր Պետրոսը իսկապես նվիրեց Սուրբ Սարգսին վերաբերող շատ հաճելի հետաքրքիր տեղեկություններ են եւ կարեւոր։ Դանի, դու սիրահարված ես։ Ես շանսեր չունեմ։ Իսկ որտեղից է այդ աղջնակը։ Ով է նա։ Վերցրել ես։ Վիկան։ Վիկան։ Գեղեցիկ է։ Որտեղ ես ծանոթացել, որ։ Իմ մանկապարտեզում։ Իսկ ինչ եք սիրում խաղալ միասին։ Մանկապարտեզում սիրում ենք ներկել, մեկ էլ պլասինով խաղալ։ Կասես ամենասիրելի զբաղմունքդ ինչն է։ Ինչի մասին ես երազում։ Իմ մասկաների։ Մասկաների։ Լավ, ինձնից կստանաս մի հատ։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրո պտուղը սեր է տարածում եւ ես ուզում եմ ասել, որ այսպիսի օրհնություն իսկապես, չգիտեմ, ծափահարենք այս երիտասարդ ընտանիքին։ Մաղթենք ձեզ լրացումներ։ Դանին երևի մեջներից ամենաքրիստոնյանը 3 խաչ ունի ինքը։ Ինձ պատմեց, որ 3 հատ խաչ ունեմ։ Մեկը իր վզի վրա է կրում, մեկը բարձի տակ։ Մեկն էլ հենց իրա բան նջարանի դռան բռնակից է, դա է կախում։ Չորրորդն էլ հոգում, հա երևի դեր այր։ 4 խաչ ունի։ Չորրորդնիկն է արդեն գեղեցիկ հրեշտակ։ 3-ը երամիասնություն է, դա շատ կարևոր է։ Սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր տոնում ենք հայ առաքելական եկեղեցու կարևոր տոները եւ տոնում ենք իսկապես գեղեցիկ ու գրագետ ձևով։ Կարճատև դադարից հետո կշարունակենք։ Ոմանք սկսում են մեղադրել եկեղեցուն, առաքելական եկեղեցուն, որ այ կրակ եք վառում եւ այլն, այո, մենք արմատներով հեթանոս ենք, դա չքննարկվող բան է։ Ու երբ սիրում ես, հեթանոս ես դու։ Ու երբ սիրում ես, անուն էլ չունես։ Դու այն անլեզու ու անհավատամք, այն նախամարտն ես։ Սիրում ես, նույնն ես։ Սուրբ Սարգիսը պետք է սարից իջներ, որպեսզի որոքեր ամբողջ հողը, որպեսզի ցորենը ծլել։ Նա պահպանել է ցորենը հողի տակ։
Բայց որ մենք ժամանակին կրակապաշտ ենք եղել հեթանոսության շրջանում եւ այլն, դա չի նշանակում, որ եկեղեցուց կրակը տարար վառեցիր, դա դարձար հեթանոս։ Շնորհավոր մեր բոլոր գալիք տոները եւ այն տոները, որոնք մենք պետք է նշենք, պարոն Նահապետյան, նախ հասկանանք, հա, հնարավոր է արդյոք այդ բոլոր տոները ի վերջո համախմբել, անընդհատ չգտնել հեթանոսությունից քրիստոնեություն անցումներ եւ այսօրվա մեր հոգեկերտվածքում, հա, այդ առաքելական եկեղեցու տոները ինչպիսի ազդեցություն են ունենում։ Նախ իմ կարծիքն այն է, որ մեր ազգային եկեղեցին շատ կարևոր գործառույթներ է կատարում Եվ երբեմն մոռացության մոտնված շատ տոներ նա վերազարթեցնում եւ ազգային հնչեղություն է տալիս անձամբ իր ղեկավարությամբ եւ այլն։ Մնում է միայն հուսալ, որ դրանք իսկապես առավել ժողովրդական բնույթ կկրեն։ Սիրո եւ բնության զարթոն կազդարարող այս երկու տոները մեր նախաքրիստոնեական շրջանում եւս առավել ցայտուն ձևով են տոնել Եվ նույնիսկ թագավորի եւ հոգեվորականների մասնակցությամբ, թագավորի ղեկավարությամբ դա ստացել է ժողովրդական հնչեղություն։ Ամբողջ ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ դուք շատ մեծ գործ եք կատարում, բայց միայն պետք է նաեւ հուսալ, որ այն կտարածվի ժողովրդական լայն զանգվածների շրջանում։ Պարոն Նահապետյան, ունենք նախաքրիստոնեական տոն, որը մոռացության ենք մատնել։ Շատ, օրինակ, ես թույլ տվեք բերեմ զուգահեռներ, հենց թեկուզ մեր այսօրվա քննարկվել էր երկու տոների վերաբերյալ։ Տյառն Ընտարաչի եւ Սուրբ Սարգսի վերաբերյալ։ Օրինակ, Սուրբ Սարգսի կերպարը նույն համագնում է փաստորեն Արագեղեցիկի եւ Շամիրամի առասպելի հետ։ Երկու առասպելների միջև եւ Սուրբ Սարգսին վերաբերող եւ Արագեղեցիկի ու Շամիրամի վերաբերող առասպելը զգալի նմանություն ու նույն բովանդակություն ունեցել են։ Հենց սիրո ուրեմն պահով։ Տեսեք, սիրո առավոտյան Սուրբ Սարգիսը, որ առնորեն սիրահարվում է հույն աղջկայ եւ առևանգում է նրան, եւ նույն ձևով կան նմանություններ Արագեղեցիկի եւ Շամիրամի։ Երբ Շամիրամը առևանգում է Արագեղեցիկի։ Եվ հակառակ, եւ Արագեղեցիկն ու Շամիրամը այս առասպելը եւ Սուրբ Սարգիսը եւ Արագեղեցիկը բնության զարթոն կազդարարող փաստորեն խորհրդանիշներից բացի նաեւ սիրո առավոտյաններն են եղել, սիրո պրոպագանդիստները, քարոզիչներն են եղել, հովանավոր ասվածություններ են եղել։ Ինչ վերաբերում է մոտ կրակ վառելու չհրավիրելով, ես կցանկանայի շեշտել, որ այն ինչը որ հեթանոսական է, հայկական է, հին է, դա բացասաբար պետք չի խոսել դրա մասին եւ առավել եւս ոմանք սկսում են մեղադրել եկեղեցուն, առաքելական եկեղեցուն, որ այ կրակ եք վառում եւ այլն, այո, մենք արմատներով հեթանոս ենք, դա չքննարկվող բան է։ Իսկ հիմա այլևս, երբ որ մեր հասարակությունը, մեր գիտակցական մակարդակը եկել է մի ուրիշ շերտի, այո, մենք քրիստոնյա ենք, մենք Քրիստոսի լույսի հետևորդն ենք, չմոռանալով մեր անցյալը։ Այսա ես կցանկանայի, որ Պետրոս, այս հավերժական հարց է, հա, որը միշտ հնչում է։ Իսկ ուրեմն կրակը վառելու, չվառելու, աղի բլիթ ուտելու, չուտելու խնդիրը ամեն տարի, երբ տոները մոտենում են, ակտիվանում է այս հարցերը։ Եվ սա ավելի շատ մեր մեջ է խնդիրը, քան տոների մեջ։ Մենք ենք այդ դժվարությունը ստեղծում արհեստականորեն ու սկսում ենք հաղթահարել այդ դժվարությունները։ Ամեն տարի հոգևորականների շուրթերով բացատրվում է։ Եվս մեկ անգամ կուզենալ ասել, որ կրակը բոլորը կարող են տանել, անմեղ բան է։ Հեթանոսության հետ հեչ կապ չունեցող։ Մենք օրվա մեջ քանի կրակ ենք վառում տանը։ Լինի նախաքրիստոնեական եւ քրիստոնեական այդ տիսակատարությունները ժողովրդին որպես ազգ պահպանելա, որովհետեւ նրանք ստեղծել են առասպելներ, ստեղծել են ավանդապատումներ, ստեղծել են տաղիքներ, երգել են։ Ուրեմն Ավետարանում կա մի գեղեցիկ պատմություն, երբ Հիսուս 40 օրեկան է, հենց դիառընթարաճն է հենց, երբ ծնողները բերում են տաճար ընծայաբերելու կամ տաճար են բերում, այդ ժամանակ բացվում է հարյուրավոր տարիներ փակ եղած տաճարի արևելյան դուռը, մեծ դղրդյունով, եւ ժողովուրդը, ջահերը, կրակները, ձեռքը գնում են ընդառաջ Տիրոջը։ Նաեւ այս քրիստոնեական, այդտեղից է գալիս արմատները, բայց որ մենք ժամանակին կրակապաշտ ենք եղել հեթանոսության շրջանում եւ այլն,
Դա չի նշանակում, որ եկեղեցուց կրակը տարար վառեցիր, դա դարձար հեթանոս։ Այո, դրա մասին ենք հենց խոսում, որ մեկը մյուսի հետ պայմանավորված չի, բայց կան երկուսն էլ մեր արյան մեջ։ Ամեն մի հակագովազ դառնում է գովազդի նման մի բան։ Մենք ամեն տարի այդ նույն հարցը արծարծում ենք, կրակը տանենք թե չտանենք, հեթանոսությունա թե քրիստոնեությունա։ Ու մենք արդեն ընկնում ենք հեթանոսության գիրկը։ Ինձ թվում է մենք հետընթաց ենք ապրում հենց մեր երկրի կասկածների պատճառով։ Եթե մարդ անմեղ ձևով եկեղեցուց կրակը տանի, իր տունը լուսավորի եկեղեցու լույսով, կարծում աստվածային լույսը ամեն ինչ իր տեղը գտնի։ Վստահ ենք Տեր Պետրոս, շնորհակալություն։ Իմաստ պետք չի դնել դրա մեջ։ Բայց ինչևիցե ունենք հեթանոսական հրաշալի շրջան, որ իսկապես մեր պատմության մեծ մասն է։ Դա մեր անցյալն է, ոնց կարող ենք։ Գիտեմ, որ չեք մերժում, եւ այս պայն ունենք տաղավարում գեղեցիկ ստեղծագործական մի դրսևորում կենաց ծառ։ Տիկին Ագուլեցի, կարող եք ասել ինչն է այս խորհուրդը։ Բնության մեջ կա 3 կարևոր բան, որից մեկը ծառն է, ինքը որպես պտուղ, որպես մարդկությանը կերակրող։ Եվ յուրաքանչյուր ծեսը, որ կարդում ես հետաքրքիր, որը կարելի է շատ գեղեցիկ ստեղծագործել եւ արարել։ Հիմա այսօր Սուրբ Սարգսի տոնին Հիմա տրնդեզի օրվան քանի որ օրհնության օրն էր երիտասարդների, մենք այս ծառի տակ նուռ ենք դնում, որպես զույգ միացության եւ ընտանիքի խորհրդանիշ։ Նուռն ենք դնում։ Իսկ Սուրբ Սարգսին խնձորը, մենք տարվա մեջ 3 հետաքրքիր ծես ունենք։ Մեկը հարսանիքի գիշերը, որ խնձորը կիսում են զույգերն ուտում են, մյուսը օրհնության օրը, որ կարող են խնձորը կիսել եւ ուտել։ Եվ Սուրբ Սարգսին, ասենք զույգերը, որ ծանոթանում են, իրար խնձոր են փոխանցում։ Տեսեք, խնձորը համարվել է տիեզերքի կարևոր ծառը։ Ի սկզբանե Ադամ Եվայից եկած եւ այսօր մենք 24 ծես ունենք խնձորի։ Ցավոք սրտի ոչ մեկը չի պահպանվել, որը եղել է նախաքրիստոնեական շրջան եւ քրիստոնեությունից հետո։ Հիմա եթե մենք մտածում ենք Սուրբ Սարգսի ծեսի ծիսական ծառը պատրաստելու, այստեղ փուշ է արված։ Նախ սերը փշոտ է լինում։ Եվ երկրորդ կապված է Սուրբ Սարգսի ավանդապատման հետ։ Ավանդապատումի մեջ ասում են, որ ինչ որ հույն կնոջը աղջկան թաքցնում է, ճանապարհին աղջիկը մրսում է եւ ինքը ձիուց իջնում, սպիտակ ձիուց իջնում է եւ գազ է հավաքում։ Այսինքն գազ այդ փշոտ բույս է եւ տաքացնում է վառում եւ տաքացնում է աղջկան։ Ինքը արդեն խորհրդանիշ է ներկայացնում տվյալ բույսը, որովհետև ինքը նաև չբեր կանանց դեղորյակա, նրա յուղը նույնպես պիտանի է։ Ինքը այդ ծիսական ծառը, որ որպես սիրո խորհրդանիշ եւ որպես խորհրդանիշը Սուրբ Սարգսի, այսպես ձևավորումը սպիտակ գույնը սիրո խորհրդանիշն է։ Ինքը նախաքրիստոնեական շրջանում Սուրբ Սարգիսը եղել է ցորենի պահպանման խորհրդանիշը։ Սուրբ Սարգիսը պետք է սարից իջներ, որպեսի որոքեր ամբողջ հողը, որպեսի ցորենը ծլել։ Նա պահպանել է ցորենը հողի տակ։ Մինչ քրիստոնեությունը մենք ունեցել ենք բուքի, բորանի, ցորենի պահպանման գաղափարը, որը փոխվեց դեպի Սուրբ Սարգիս։ Շնորհակալություն Տիկին Ագուլեցի, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք խոսում ենք քրիստոնեական շրջանի հայ առաքելական եկեղեցու այս երկու տոների մասին, բոլոր հնարավոր անդրադարձներով փորձում ենք ամփոփել։ Տեր Պետրոս, ամենակարևոր բանը, որ մենք պետք է անենք Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, ո՞րն է։ Ամենակարևոր բանը իհարկե այցելել եկեղեցի, մասնակից լինել Սուրբ Պատարագին, հոգևոր իմաստով ամենակարևոր խորհուրդը դա է։ Եվ սիրով պետք է ասեմ, հաճույքով պետք է ասեմ, որ այս տարի ավելի մեծ տոնակատարություն ենք անելու Սուրբ Սարգսի տոնին նվիրված Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos-ի օրհնությամբ եւ տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից բերվելու Սուրբ Սարգսի մասունքներով մասնատուփը, աչը եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադանից ձեռագիր ավետարանը, որը գրվել է հենց Սուրբ Սարգսում 1693 թվականին Ավետիս երեսի կողմից գրված ավետարանը եւ մեր ժողովուրդը կարող է հենց Սուրբ Սարգսի տոնի առիթով ամսի 15-ին գալ եկեղեցի, մասնակից լինել աղոթքին, պատարագին եւ հաղորդվել Սրբի նշխարներին, բայց կա ավելի դրանից հետո մի մեծ միջոցառում, որ խոսքս ուզում եմ ուղղել հատկապես երիտասարդներին եւ հրավեր եմ ուղարկում իրենց, այդ օրը ժամը 2-ից ցերեկը 14:30 կամ 2:30-ին մեծ խաչերթ է լինելու, որը նմանը չի լինելու նախորդներին, Սուրբ Սարգիս եկեղեցուց։ Նախորդները Սուրբ Հովհաննես եկեղեցուց են եղել, բայց քանի որ տոնը Սուրբ Սարգսին է նվիրված, մենք որոշեցինք, որ Սուրբ Սարգսից պետք է լինի խաչերթը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց պողոտայով
այս անգամ Սուրբ Մեսրոպի Մաշտոցի պողոտայով ենք գնալու դեպի օպերա, օպերայից ձախ ենք թեքվելու դեպի Բաղրամյան պողոտա, թմբուկների ուղեկցությամբ Սուրբ Սարգսի Ձիավորի խորհրդանշական ուղեկցությամբ խաչվառներով, խաչերով, հոգևորականած դասով ներկա են լինելու ոստիկանական ակադեմիայի ուսանողները, ներկա են լինելու մեծ թվով զինվորականներ, զինվորներ, որոնք հայոց բանակում են ծառայելու եւ նաեւ երիտասարդներ։ Թեմի երիտասարդաց միության կառույցների ներկայացուցիչները, նաեւ Բարձրագույն ուսումնական հաստատության երիտասարդները, քոլեջների եւ ավագ դպրոցների 11-12-րդ դասանի աշակերտներն են լինելու։ Երիտասարդությունը իր ողջ ուժով։ Իր ողջ ուժով սիրով բոլորին հրավիրում եմ, նաեւ ինչու՞ չէ մեր համայնքի բոլոր անդամներին, որովհետև տարիքային սահմանափակում չկա։ Ինձ թվում է սերը իսկապես տարիք չի հարցնում եւ մենք այդ բազմիցս ենք ասում, շնորհակալ ենք Տեր Պետրոս։ Դավիթ, կարող եք մի գեղեցիկ բանաստեղծական ձոն այսօր նվիրել մեզ բոլորիս։ Սիրով ուրեմն ես ինձ հետ իմ գիրքն եմ բերել, անպայման ձեզ կնվիրեմ եւ շնորհակալ եմ։ Այստեղ մի փոքրիկ բանաստեղծություն։ Ու երբ սիրում ես, ել չես հարցնում։ Չես փնտրում խորքում թաքնված ծալքեր։ Հարցերը զուր են, խորքերը մթին, իդեալական են մարմին ու պատկեր։ Ու երբ սիրում ես, ել չես հարցնում ծագում ու անցյալ, ներկա ու գալիք, ել քեզ համար չեն հորիզոնները եւ օրենքները բիրտ ու անառիկ։ Ու երբ սիրում ես, ել չես հարցնում նա քանիսին է իր գիրկը առել, թե իր մետաքսե կրծքի հպումից քանի մատներ են հարխելագարվել։ Ու երբ սիրում ես, ել չես հարցնում իր հոգում հաշտ է նա քո Աստծո հետ, կամ գուցե դրա նախապապը հենց ինքը Հուդան է, որ դժոխքում է ապրում առհավետ։ Ու երբ սիրում ես, հեթանոս ես դու։ Ու երբ սիրում ես, անուն ել չունես, դու այն անլեզու ու անհավատամք, այն նախամարտն ես։ Սիրում ես, նույնն ես։ Շնորհակալ ենք անչափ, իսկ եզրափակիչ խոսքը ես կտամ Դանիին մեծ սիրով։ Դանի, կասես, որ քո ընկերուհուն ասա, որ դու նրան սիրում ես։ Ես սիրում եմ իմ ընկերուհուն։ Իսկ ամուսնանալու ես նրա հետ, երբ մեծանաս։ Մեծանալու եմ ու պապա դառնամ։ Սա է այն խոսքը, որը պետք է առաջնորդի բոլորին՝ սեր եւ իհարկե ընտանեկան միություն, աստծոզորությամբ եւ օրհնությամբ։ Յուրաքանչյուրն ունի իր սիրո բանաձևն անշուշտ, բայց իրականում այն մեկն է՝ Աստված սերն է եւ սերն աստվածային մի զգացմունք է։ Օրեր առաջ ես հասկացա մի բան, որ մի կյանքը չափազանցքի չէ մի կյանք ապրելու համար։ Իսկ կյանքից առավել ի՞նչն է։ Անշուշտ սերը։ Մնացեք սիրով, կհանդիպենք կրկին։